Ծրագիրը նախատեսված էր երիտասարդ արվեստագետների, պատան եւ երիտասարդ արվեստագետների շրջանում եւս մեկ անգամ հաստատելու խոսքի ազատության կարեւորության, վերջինի շուրջ տեղ ունեցող գործողությունների իրենց մտահոգությունները, այսինքն իրենց տեսանկյունից հասկանալ իրանք ոնց են այդ ամեն ինչ ընդունում եւ իրանք փորձել մասնակից դարձնել այդ ամեն ինչին իրենց միջոցներով, այսինքն արվեստի միջոցով։ Արվեստի միջոցով հաղորդակից դարձնելու համար խոսքի ազատության դրսևորումներին կամ դրա պաշտպանության մասին պատկերացումներին ծրագրի հեղինակներն իրականացրել էին հետաքրքիր մի մտահղացում։ Ծրագրում ընդգրկել Հայաստանի հյուսիսային 4 մարզերի թվով 7 քաղաքներից երիտասարդ արվեստագետներին եւ նրանց հնարավորություն տալ թղթին հանձնել իրենց երևակայած խոսքի ազատությունը։ Աշխատանքները խիստ տարբեր են, սկսած պարզապես մեկ բառից, ազատություն, վերջացած շատ ավելի բարդ եւ արվեստական աշխատանքներով։ Մեր կարծիքով այստեղ շատ հետաքրքիր է նաեւ տարիքային տարբերություն, այսինքն խումբը 15 տարեկանից մինչեւ 25-26 տարեկան մասնակիցներին խմբի մեջ։ Մեծ հաջողություն ունեցավ, այսօր դա բացատրում է նաեւ մասնակիցների բոլոր մասնակիցների անխտիր ներկայությամբ, այսինքն ընտրված մասնակիցների, որովհետեւ 20 մասնակիցից ընտրվում է 3 մասնակիցը, բոլորի անխտիր մասնակցությամբ դա վկայում է ծրագրի հետաքրքրության մասին։ Ծրագրին մասնակցած Հայաստանի ապագա արվեստագետներից ընտրված լավագույնները Գյումրիում են արդեն 2 օր եւ քննարկումներ են իրականացնում իրենց ստացած գիտելիքների ու խոսքի ազատության վերաբերյալ այն ամենի մասին, ինչից մինչ օրս տեղյակ էլ չէին։ Հասկացա, որ յուրաքանչյուրն կարող է արտահայտվել, իսկ կարծիքը պետք է արտահայտի, ասի, կարող է ինչ-որ միտեղ իր այդ ասած ամենը ինչ-որ միտեղ անցնի։ Ըստ ինձ ցանկացած մարդ ունի ազատ խոսելու իրավունք եւ ազատ իրեն մտքերն արտահայտելու իրավունք, բայց նախապես մարդ պիտի գիտակցի, եթե ինքն ուզում է ազատ խոսել եւ ազատ մտածում է, ապա պետք է իր առջեւ նպատակ դնի եւ իրագործի իր ազատ խոսելու իրավունքը։ Փորձեցին հասկանալ ու պատկերացնել խոսքի ազատության արժեքը, իրենց իրավունքները փորձեցին հասկանալ։ Ինչպես ծրագրի պատասխանատուներն են նշում, երեխաները հասկացան եւ իմացան նաեւ, որ Հայաստանում ինչքան էլ շատ լինեն խոսքի ազատությունը ճնշելու փորձերը, ցանկության դեպքում այն պահելու համար հնարավոր է պայքարել եւ ինչու՞ չէ նաեւ հաղթող դուրս գալ։ Եվ քանի որ մեր իրականության մեջ համենայն դեպս խոսքի ազատության պաշտպանության համար կռիվ տալու դեպքերը խիստ բացառիկ են, մի փայկեքին բերանը խորհրդանշական վեճտարությամբ ծրագրի մասնակիցները որոշել էին այցելել հենց Գալա հեռուստաընկերություն։ Կան որոշ կղզակներ, որտեղ կարող է հնչել անաչառ օբյեկտիվ խոսքը, որի պակասը այսօր մենք ունենք։ Եվ որպես Հայաստանում անաչառ լրատվության մի կղզյակ հեռուստաընկերությանը հանձնվեց, մի փայկեքին բերանը խորագրի տակ իրենց պատկերացումն արտահայտած եւ լավագույնն ընտրված 7 աշխատանքներից կազմված մի մեծ պաստառ։ Այն խոսքի ազատության պաշտպանության նկատմամբ այսօրվա սերնդի վառ երևակայության արդյունքն է, որն այսօրվանից իտես հեռուստաընկերության բոլոր հյուրերի փակցված կլինի Գալայի գրասենյակում, ամենքի աչքին տեսանելի այս հատվածում։ Մարինե Տերբինյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուզ։